Երևանի պատմության թանգարանը բացահայտում է կնոջ զգեստապահարանի գաղտնիքները։ Ցուցադրության համար թանգարանի ավանդապահոցներից դուրս են բերվել ներքնազգեստներ, որոնք 2 դար առաջ հայ կանայք են կրել։ Հավաքածուն ներկայացնում է Արևմտյան Հայաստանի մի շարք շրջանների՝ Այնթափի, Վանի, Ուրֆայի, Կարինի, կանանց հարսանեկան զգեստներն ու գիշերազգեստները։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ համարձակ քայլ կլինի, քանի որ առաջին անգամ է հայ իրականության մեջ ներկայացվում կանանց ներքնազգեստներ, սեղմիրաններ, աքսեսուարներ, ասեղնագործ ուրեմն շապիկներ, նորահարսի շապիկներ, պայուսակներ արծաթից, հովհարներ, ձեռնոցներ, բացառիկ կոշիկների հավաքածու, այդ թվում եւ բաղնիքներում հագած փայտե սադաֆի քարերով կոշիկներ։ Շատ գաղտնիքներ թանգարանի աշխատակիցները հենց ավանդապահոցներից հանելիս են բացահայտել։ Օրինակ, պարզել են, որ տաբատանման այս վարտիքները երիտասարդ աղջիկները կրել են մինչև ամուսնանալը։ Իսկ գիշերազգեստների ասեղնագործություններից էլ կարելի է կռահել, որ այն կրել են ազնվական կանայք։ Մեզ մոտ պահպանվում է նաև Երևանյան հայտարարությունների ուրեմն թերթը 19-րդ դարի վերջի եւ այնտեղից մենք բացահայտել ենք եւ գտել ենք բազմաթիվ ուրեմն հետաքրքիր հայտարարություններ, որոնք վերաբերվում են հենց նորաձևությանը, Երևանում գործող ուրեմն կարի արհեստանոցներին, որտեղ վաճառվել են, պատվիրել են բազմաթիվ եվրոպական ոճի զգեստներ, հագուստներ։ Ավանդապաշտ ընտանիքի զգեստապահարանի մութ անկյունները բացահայտելուց զատ ցուցադրության առանցքում Երևանի հարսանեկան նրբավոճ զգեստն է, մետաղաթելով կարված։ Դրա կողքին երևանցի մեծահարուստ կնոջ ձմեռային շքեղ հագուստն է։ Նման հագուստ կրում էր տիկին Շամիրամ Խորասանյանը, որը Հակոբ աղայի կինն էր։ Հակոբ աղան Երևանում հայտնի վաճառական էր, կուպեց Պերվե գիլդի, իսկ Շամիրամը ծագումով հայտնի Մամիկոնյանների տոհմից է։ Եվ տիկին Շամիրամը միշտ կրում էր մեր ազգային հագուստը։ Հաճախ մոտենում էին, հարցնում էին տիկին Շամիրամ, ինչու չեք դուք եվրոպական հագուստ կրում, չէ՞ որ դուք հայտնի տիկին եք, իսկ ինքը միշտ հպարտ պատասխանում էր, որ ի ցույց բոլորին ես մեր ազգայինն եմ կրում, եւ այս տարազով նա մեկնում է նույնիսկ Սանտ Պետերբուրգ ռուսական կայսեր Մարիա Ֆյոդորովնայի մոտ։ Ռուս կայսերուհին չի կարողանում թաքցնել իր հիացմունքը Շամիրամի հագուստը տեսնելով, եւ Շամիրամը իհարկե դա նկատում է։ Երբ նա վերադառնում է Երևան, նմանատիպ հագուստ է պատվիրում, ուղարկում է Սանտ Պետերբուրգ, իհարկե ճակատնոցը զարդարված 2 մեծ ադամանդներով։ Որոշ ժամանակ անց այս պատմությունը գալիս է հասնում է Եղիշե Չարենցին։ Եղիշե Չարենցը, որ այդ մասին իմանում է, բացականչում է, դա մեր հայկական տարազի հաղթանակն էր ռուսական արքունիքում։ Թանգարանի ցուցասրահներում հատուկ կոմպոզիցիաներով բուդուարային միջավայր էին ստեղծել։ Կնոջ սենյակի, առանձնասենյակի միջավայր։ Այ հիմա մենք ձեզ հետ գտնվում ենք հյուրասենյակի առջև եւ կարծես թե այս կանանցից մեկը, միգուցե այս մեկինը, այս հագուստով հենց նոր է վերադարձել Փարիզից։ Տեսեք, սենյակի մեջտեղը հենց ճամպրուկ կա։ Պարզվում է, հայ կնոջ զգեստապահարանում 19-ից 20-րդ դարերում առանձնահատուկ տեղ ունեին տիկնիկները, որոնք դրվում էին մահճակալներին։ Հայ կանայք հետևում էին Փարիզի նորաձևությանը։ 20-րդ դարասկզբին մի երիտասարդ ձեռներեց որոշում է պատրաստել տիկնիկներ ոչ թե երեխաների համար, այլ կանանց համար, որպեսզի նրանք զարդարեն իրենց այդ բուդուարները։ Եվ պատկերացրեք ինչ սկսեց կատարվել, բոլորը ցանկանում էին ունենալ նման տիկնիկներ, որոնք բավականին թանկ արժեք ունեին, շատ հազվագյուտ էր գտնել նման տիկնիկներ։ Կնոջ զգեստապահարանի գաղտնիքները ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանում բաց կլինի մինչև ապրիլի 7-ը։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։